Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա։ Ելք-դաշինքի չհուսահատվելու կոչերն այսօր հնչում էին Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Բնակիչների արձագանքը սակայն միանշանակ չէր։ Աջակցության խոսքերից բացի վերջիններս ավելի շատ դաշինքի ներկայացուցիչների հետ զրույցում անկեղծանում էին։ Հիասթափվել են բոլորից, քանի որ խոսքից այն կողմ գործ չեն տեսնում։ Որ գոնե 50%-ը ճիշտ լիներ գրածի։ Ես մի բան ասեմ ձեզ, այս բոլորը սուտ է։ Ես չեմ հավատում։ Ես իմ հավատքը կորցրել եմ։ Ես մի հատ մտեք մեր պատժեզդի վիճակը նայեք ու պատվալի ջուրը, որ լցվում է իմ սենյակ, այսօր իմ քորփեն հիվանդ է։ Այդ պատվալի ջրից ես էլ նույնը։ Ես ոչ մեկի չեմ հավատում։ Նախորդ անգամում էիք ընտրել Հանրապետական։ Ինչ-որ վստահություն ընդդիմության նկատմամբ կա։ Մենք այդ մեր Երևանու շրջանի Վանին ենք ընտրելու Հարությունին էլի։ Չգիտեմ հետո ոնց կլինի։ Մենք Հանրապետականը ինձ Հանրապետականը, բայց ինքը շատ լավ, որպես մարդ, իդեալական մարդ է, էլի, իդեալական։ գրածը կարդալու եք։ Բայն չենք անում։ Ոչ, չեք կարդալու։ Ինչու։ Որովհետև հետաքրքիր չի։ Չեք հավատում։ Չէ, ոչ մեկին։ Դուք չեք հավատում։ Հավատում, Էդմոնն եմ հավատում, Նիկոլին եմ հավատում, մեկին չեմ հավատում։ Պատից կախել ենք թորները տենան։ Հետո հետաքրքիր է գոնե ինչա գրած ներսում։ Հետաքրքիրը գիտես երբ կլի աղջիկ ջան, հետաքրքիրը կլի որ գործ տեսնեն, գործ անեն, ոչ թե մենակ խոսան։ Մեր շենքի տեղն ով գիտեր այսքան վաղ։ Այսքան ժամանակ այս շենքի տեղ իմացող եղել։ Առաջինն են, որ այս են ձեզ մոտ։ Հա, ոսաղել խոսք են տալիս, ոչ մեկն է ոչինչ չի անում։ Ծրագրերն էլ որ նայում ես, մի բան կա։ Այսինքն 25 տարի անդադ նույնն եք լսում, բայց ոչինչ չի փոխվել։ Փոխվել է, դեպի ոտը։ Ես չեմ հավատում։ Արդեն հերիք ելա, բոլելա, չեմ հավատում։ Այդուհանդերձ դաշինքի այսօրվա երթը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ճիշտ ընտրության դեպքում հնարավոր է պայքարել համատարած ընկճախտի դեմ, հորդորելով մարդկանց չտրվել ընտրակաշառքների գայթակղությանը։ Կոչ ենք անում ձեզ, որ դուք կմնաք ձեր քաղաքացիական բարձրության վրա եւ կմերժեք ընտրակաշառքները, ընտրակեղծիքները, խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով քվեարկությունները, որովհետեւ հենց այդ համակարգն է մեզ հասցրել այսօրվան։ Արդեն իսկ խոսակցություններ են հնչում, որ այս ընտրատարածքում ռեյտինգային ընտրացուցակով մրցակցությունը բավականին թեժ է լինելու, մատնանշելով հանրապետականի ցուցակում ներառված նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր Հակոբ Բեգլարյանի անունը։ Սակայն ելքի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը վստահ է, որ այստեղից առնվազն 2 պատգամավորական մանդատ են վերցնելու։ Իսկ վախի մթնոլորտ, այն հայտնի անուններ, ի վերջո Բեգլարյանն է այստեղ կարծես թե բավականին լուրջ ազդեցություն ունեցող անձանց։ Գիտեք ինչ, նման մարդկանցից վախենում են այն մարդիկ, ովքեր որ սովոր են վախենալու։ Ես որևիցե մեկից չեմ վախենում եւ իրանք դա անձնապես շատ լավ միշտ իմացել են։ Ելքի անդամներն այսօր ընդունեցին, որ ամենամեծ խնդիրը այս պահին անվստահության պատ կոտրելն է։ Արմատացած այս չարիքը ըստ Փաշինյանի հնարավոր չէ քանդել մի քանի ժամում, սակայն դաշինքում վստահ են, եթե մարդիկ քաղաքական ընտրություն չկատարեն, երկրի վիճակը ել ավելի կվատթարանա, հիասթափությունն էլ միայն կաճի։ Հուսահատությունը հանրապետականի օգտին քվեարկելն է, որ ոչինչ չի փոխվի, մեկը ոչ մի բան չի լինի, եւ երբ որ մենք ասում ենք մի հուսահատվեք, մենք ասում ենք հանրապետականի օգտին մի քվեարկեք, որովհետեւ քվեարկել հանրապետականի օգտին նշանակում է ոչ միայն հուսահատ լինել, այլև երկիրը մատնել հուսահատության։